Հոկտեմբերի 31-ին ուղիղ միացմամբ իր աշխատանքն է շարունակում ABC մեդիան, եթերում լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, բարի օր։ Այս ժամի համար առանձնացրել ենք հետևյալ թեմաները։ Նիդերլանդների խորհրդարանը հայ կին պատգամավոր ունի, ով է նա, մարտական հերթապահության ժամանակ հանկարծամահ է եղել Սամվել Հայրապետյանը, դեպքի մանրամասները քննվում են։ Գյումրու քաղաքապետը առաջին անգամ նամակ է գրել կալանավայրից, շնորհակալություն է հայտնել։ Պակիստանն ու Աղվանստանը համաձայնել են պահպանել հրադադարը ևս մեկ շաբաթ։ Լոնդոնում շվեյցարական խաղաղության նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար նախաձեռնության պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի միջկուսակցական խորհրդարանական բոլոր կուսակցությունների խումբ, Հայաստանի համար խմբի ներկայացուցիչների և քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ղեկավար Ջոն Այբների հետ։ Քննարկումը կենտրոնացած է եղել Արցախի մեր հայրենակիցների հայրենիք վերադարձի իրավունքի պաշտպանության, նաև Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցի վրա։ Եվ մինչ միջազգային հանրությունը խոսում է գերիների վերադարձի մասին, Բաքվում շարունակվում են մեր հայրենակիցների կեղծ գործերով դատավարությունը։ Դատական նիստի ընթացքում կրկին հնչել են ցուցմունքներ 8 ադրբեջանցի իբր պատանների դաժան սպանության վերաբերյալ։ Կեղծ գործով հաջորդ դատական նիստը կկայանա այսօր։ Արդեն 2 տարի է Բաքվում կեղծ դատում են մեր հայրենակիցներին։ Օրերս էլ իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանից հրաժարվելը Բաքվում նոր սկանդալ է առաջացրել։ Նրա իրավական շահերը պարզվում է ներկայացնելու է մարդ, որը փաստացի չի էլ կարող պաշտպան համարվել։ Բաքվի դատարանում Վարդանյանի պաշտպան կոչվածը ունի ընդամենը 5 տարվա մասնագիտական փորձ, իսկ սոցիալական էջերն էլ ողողված են հակահայկական հրապարակումներով։ Ադրբեջանցի Էմիլ Բաբիշովն է, Ռուբեն Վարդանյանի կեղծ փաստաբանը։ Կեղծ փաստաբանը կրթությունը ստացել է Ադրբեջանի միջազգային համալսարանում 2001 թվականին, փաստաբանների պալատի անդամ է, ընդամենը 5 տարվա աշխատանքային փորձ ունի։ Երբևէ հայտնի չի եղել բարձր հրապարակայնություն ունեցող գործերով։ Բաբիշովը բնակվում է Խիրդալան քաղաքում։ Բաբիշովի ինստագրամի էջը ողողված է հայերի դեմ ատելության խոսքով։ Մենք ուղղակի ուսումնացույց տալիս, որ դա ֆարս է, որովհետեւ իրական գործընթաց այդտեղ չկա եւ ինքը չի ուզում դրան մասնակից լինել։ Օրեր առաջ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր միջազգային փաստաբանից։ Նա Բաքվից մեկնաբանել է որոշումը, ասում է հարկադրված էր։ Միջազգային իրավունքի նորմերի, նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի։ Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորությունները սպառված են։ Մինչդեռ ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե գործընթացն ընթանում է այսպես կոչված օրինական հիմքերով։ Բաքվում ադրբեջանցի փաստաբան է ունեցել արդեն դատապարտված Վագիվ Խաչատրյանը։ Նրա փաստաբանը դատավարության ժամանակ ասել է պաշտպանյալս մեղավոր չէ եւ վերջ։ Այդ ուժեղ պաշտպանության շնորհիվ գերեվարված Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Այսօր նույն սցենարը կրկնվում է։ Ռուբեն Վարդանյանը ստիպված է կանգնել այնպիսի պաշտպանության առաջ, որը ծառայում է ոչ թե արդարությանը, այլ Բաքվի քաղաքական պատվերին։ Անի Աբաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Երեկ երեկոյան ժամը 6-ի սահմաններում երկրապահ կամավորականների միության կազմում մարտական հերթապահություն իրականացնելիս հանկարծամահ է եղել Սամվել Հայրապետյանը։ Դեպքի մանրամասները քննվում են։ Իսկ 9 օր անց կալանավայրից առաջին անգամ նամակ է գրել Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իր ձերբակալության օրերին կանգնել էին իր կողքին ու պաշտպանում էին Գյումրին։ Ղուկասյանի խոսքով այդ օրը գյումրեցիները ցույց են տվել հաստատակամություն եւ համախմբվածություն։ Իմ զորակցությունն եմ հայտնում ազատությունից հանիրավի զրկված իմ բոլոր հայրենակիցներին, ընկերներին, մերձավորներին, անչափահասներին, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի 4 կանանց, անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից եւ իշխող կուսակցության ներկայացուցիչների մեկի ընտանիքի անդամ լինելուց։ Ես տեղյակ եմ, որ Վարդանանց հրապարակում խաղաղ բողոքի մասնակիցների շուրջ 5 տասնյակի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության
դատարանը մեկ շաբաթ է առանց ընդհատումների նոն-ստոպ ռեժիմով բավարարում է քննիչների ներկայացրած կալանքի միջնորդությունները։ Ես զորակցում եմ բոլոր նրանց, ովքեր հայտնվել են շինծու մեղադրանքների թիրախում, եւ դատապարտում եմ նրանց դեմ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը։ Սիրելի գյումրեցիներ, անհոգ եղեք, թեպետ ընդհատվել են յուրաքանչյուր շաբաթօրվա մեր հանդիպումները, սակայն ժամանակավոր այդ ընդհատումը կլրացնի քաղաքապետարանի աշխատակազմը եւ հույս, եւ հավատ, եւ սեր։ Իսկ մինչ համայնքապետը խոսում է Գյումրիի միասնության մասին, քրեական գործով անցնող անձանց թիվը շարունակում է աճել։ Հայաստանի քննչական կոմիտեից հայտնել են, որ Գյումրիի քաղաքապետարանի մոտ օրեր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով արդեն 43 անձի մեղավոր են ճանաչել։ Նրանցից 26-ը կալանավորված են 15-ը տնային կալանքի տակ, իսկ 1 անձ գտնվում է վարչական հսկողության տակ։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործը մեկնաբանել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Հայաստանի ուժային մարմինների աշխատանքը երկրի ներքին գործն է, սակայն զարմանալին այն է, որ միութենական պետության մասին խոսքերն ընկալվում են որպես ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ։ Նման մեղադրանքները հատկապես տարօրինակ են հնչում Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների Եվրամիությանը անդամակցելու ուղղությամբ Հայաստանի ընթացքի մասին բազմաթիվ հայտարարությունների ֆոնին։ Հիշեցնեմ, որ 2025 թվականի գարնանը Հայաստանում ընդունվել է օրենք համապատասխան գործընթաց սկսելու մասին։ Հետաքրքիր է ինչ են մտածում այդ մասին երկրի իրավապահ մարմինները, չէ՞ որ ԵՄ-ին անդամակցելը ենթադրում է արտաքին քաղաքականություն, տնտեսության միգրացիայի, դրամավարկային քաղաքականության եւ շատ այլ ոլորտներում ազգային ինքնիշխանության սահմանափակ։ ԵՄ-ին անդամակցողները պետք է որոշակիորեն զիջեն նաև ինքնիշխանություն արտաքին քաղաքական որոշումներ կայացնելիս։ Եվրամիությունում տեխնացուներից պահանջում են կիրառել պատժամիջոցներ նրանց նկատմամբ, ում ԵՄ-ն համարում է իր թշնամի։ Այդուհանդերձ Հայաստանում եվրաինտեգրմանը աջակցելու համար ոչ մի քրեական պատասխանատվության կամ քրեական գործի մասին խոսք չկա։ Իսկ 3 Շենգավիթի դատարանում դռնփակ կայացել է Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործի հերթական դատական նիստը։ Սրբազան պայքարի գործով անցնող Աղվան Աշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է, հայտնել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Խնդիր չկա, մենք համաձայն էինք բաց դատաբանի, դատարանը որոշեց դռնփակ, ինչև է խնդիր չկա։ Միջնորդություն էինք ներկայացել, որպեսզի Աղվան Աշակյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվի վարչական հսկողության առանց սահմանափակումների, որպեսզի էլեկտրոնային սարք չլինի ոտքին։ Գիտեք, բոլորը Աղվան Աշակյանը առողջական խնդիրներ ունի, կարողանա MRT հետազոտություններ անցնել եւ նաեւ ֆիզիոթերապիայով զբաղվել, դատարանը բավարարեց միջնորդությունը, տնային կալանք խափանման միջոցը վերացեց։ Նաեւ ուզում եմ այս առումով ընդգծել, որ հանրային մեղադրանքի կողմը ներկայացնող դատախազներն էլ այդ առումով առարկություն չներկայացրեցին, այսպես։ Չի շարունակվելու, որովհետև եւս մեկ այլ միջնորդություն կա այլ պաշտպանի կողմից, այլ մեղադրյալի մասով, որը էլի դեռ չեմ լսել, չգիտեմ ճիշտն ասած, ոնց որ առողջական վիճակի չի, բայց հրապարակման ոնց հետակա փաստերի վերաբերյալ է էլի դռնփակ անցկացվելու։ Նիդերլանդների խորհրդարանում առաջին անգամ հայկին ներկայացուցիչ ունենք։ Անի Զալինյանը պատգամավորական մանդատը ստացել է Նիդերլանդների խորհրդարանի ընտրության արդյունքով։ 32-ամյա գործիչը ծննդով Վանաձորից է, կրթությունը ստացել է Նիդերլանդներում, ստանալով իրավագետի որակավորում։ Իսկ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ $100,000 ավելի կորուստ ընդամենը մեկ զանգի կամ հաղորդագրության պատճառով։ Կեղծ WhatsApp եւ Viber հաշիվներով արդեն մի քանի օր է թիրախ են դառնում քաղաքացիները։ Խարդախները նախ ներկայանում են ձեր մտերիմների անունից, խոսում, հետո զանգում ազգային անվտանգության ծառայության աշխատակցի անունից, համոզում, թե Ադրբեջանից կեղծ փողեր են փոխանցել ձեր հաշվին։ Խոսում են ռուսերեն, իբր հատուկ գործողության շրջանակում աշխատում են Ռուսաստանի հետ եւ համոզում գործակցել։ Արդյունքում ձեր փողերը պարզապես անհետանում են։ Ինչ է զգուշացնում մեդիա փորձագետը, դիտենք տեսանյութը եւ շարունակենք։
Կեղծ WhatsApp, Viber հաշվով ստեղծում են ձեր մտերիմ մարդու կրկնօրինակը եւ կապվում ձեզ հետ։ Այստեղից սկսվում է ամբողջ պատմությունը։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը շարունակում է ահազանգել թիրախային հարձակումների մասին։ Ձեր մտերիմի կրկնօրինակը ներկայացնում է, թե ՀԱԱԾ-ն ինչ-որ հետաքննություն է անում, քանի որ Ադրբեջանից գումար են փոխանցել Հայաստան եւ որ ձեր հաշվին նույնպես գումար կա։ Հաջորդ զանգը ստացվում է ենթադրյալ ԱԱԾ-ից։ Խոսում են ռուսերեն, պատճառաբանելով, թե հայ-ադրբեջանական միասնական գործողություն է եւ ամեն ինչ արձանագրելու համար պետք է ռուսերեն խոսել։ Ձեզ վստահեցնում են, որ ամեն ինչ կարգին է, բայց մի պայման կա եւ սկսվում է խաբեության երկրորդ արարը։ Հիմա դուք պետք է համագործակցեք, շտապ ձեր իրական փողերը հանեք ձեր հաշվից ամբողջությամբ ու փոխանցեք տվյալ հաշվին։ ԱԱԾ-ի հատուկ ստեղծված հաշիվ է, որ ձեր գումարները փրկենք։ Ու ինչպես հասկանում եք, փողը տենց գնում կորում։ Նույն խնդրի մասին դեռևս հոկտեմբերի 20-ին ահազանգել էր Հայաստանի ժուրնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, կիսվելով Սամվել Մարտիրոսյանի նույն զգուշացմամբ։ Հարգելի գործընկերներ, իմ անունից իմ լուսանկարով կեղծ WhatsApp համարով կապ են հաստատում ինձ հետ կապված մարդկանց հետ, ոմանց ասում են, որ ԱԱԾ-ն ինչ-որ լուրջ խնդիր է հայտնաբերել, այնուհետև զանգում են, խոսում ռուսերեն, ադրբեջանական ակցենտով, ասում, թե Ադրբեջանից ձեր բանկային հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել, թե բա սա Ադրբեջանի հետ համատեղ գործողություն է, նյութեր են պատրաստում եւ այլն եւ այլն։ Հիմա էլ ԳԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է գրառում արել ու հայտնել նմանատիպ խարդախության մասին։ Հարգելի քաղաքացիներ, իմ անունով օգտագործելով իմ լուսանկարը կեղծ հաշիվներ են բացել տարբեր հարթակներում։ Այդ հաշիվներից գրում են տարբեր մարդկանց տարբեր թեմաներով, օրինակ իրավապահ կառույցների արտակարգ ստուգումների մասին։ Խնդրում եմ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում արգելափակել այդ հաշիվները եւ չարձագանքել դրանց։ Էլ ինչ կարող է անել քաղաքացին նման դեպքերից խուսափելու համար։ Մեդիափորձագետն ասում է. Սա խնդիրն արվում է, որ ինչ-որ տենց պաշտպանվելու մեթոդ գոյություն չունի, որովհետև եթե տենց ինչ-որ մեթոդ լինում է, բնականաբար հանցագործները փորձում են շրջանցող գործիք կազմել։ Այնպես որ միակ մեթոդը դա մարդու գլուխն է։ Ինքը Մարտիրոսյանը գիտի երկու տուժածի մասին, որոնցից մեկը կորցրել է $100,000-ից ավելի գումար։ Թուրքիայում կայացած բանակցությունների ընթացքում Պակիստանն ու Աֆղանստանը համաձայնել են երկարաձգել հրադադարը ևս մեկ շաբաթով, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Կողմերը պայմանավորվել են բարձր մակարդակով հանդիպում անցկացնել նոյեմբերի 6-ին հրադադարի իրականացման եղանակը վերջնականապես որոշելու համար։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Դոնալդ Թրամփը կարգադրել է վերսկսել միջուկային փորձարկումներն ԱՄՆ-ում, նա բացատրել է, թե ինչու։ Միացյալ Նահանգների կողմից միջուկային փորձարկումների վերսկսումը 30-ամյա մորատորիումից հետո տեղին է, հաշվի առնելով, որ նման փորձարկումներ են անցկացնում այլ երկրներ։ Հարավային Կորեայից վերադառնալու ճանապարհին լրագրողներին ասել է Թրամփը. Մենք ավելի շատ միջուկային զենք ունենք, քան որևէ մեկը։ Մենք չենք փորձարկում, բայց քանի որ ուրիշներն են դա անում, կարծում եմ մեզ համար էլ նպատակահարմար կլինի նույնն անել, ասել է նա։ Թրամփը չի մանրամասնել, թե երբ կամ որտեղ են տեղի ունենալու միջուկային փորձարկումները, նշելով միայն, որ ունեն փորձարկման վայրեր։ Դրա մասին կհայտարարվի ավելի ուշ, ասել է նա։ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական գեներալ Մայք Ֆլինը Սպիտակ տան ղեկավարի միջուկային փորձարկումների վերաբերյալ արված արտահայտություններից հետո հայտարարել է, որ պատերազմն անխուսափելի է։ Քաղաքականության եւ նպատակների փոփոխությունները կարող են հանգեցնել պատերազմի բնույթի եւ վարման փոփոխությունների, եւ երբ քաղաքական նպատակները դառնում են ավելի սահմանափակ եւ աներևակայելի, պատերազմը դառնում է անխուսափելի։ Ամուր կապեք ձեր գոտիները, զինվորականներ, սոցիալական հարթակի իր էջում գրել է Ֆլինը։ Թրամփի խոսքերը մեկնաբանել է նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ փորձարկել միջուկային զենքը։ Թրամփը նոր սկանդալային գրառում է արել։ Նա հանցագործ եւ տգեղ մարդ է անվանել իր նախորդին, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենին։ Նա հանցագործ է եւ պետք է բանտում լինի։ Նա մեծ անհաջողակ է եւ նողկալի մարդ, տգեղ մարդ թե ներսից եւ թե դրսից, գրել է Թրամփը սոցցանցի իր էջում։ Լուվրի կողոպուտի գործով ևս 5 կասկածյալ է ձերբակալվել։ Այսպիսով աղմկահարույց գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 7-ի։
Գողացված զարդերը դեռևս չեն վերադարձվել։ Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը գլխավոր կասկածյալն է։ Մենք նրան հետևում էինք, ասել է Ֆրանսիայի գլխավոր դատախազը։ Ինչ վերաբերում է կալանքի տակ գտնվող մյուս անձանց, նրանք այն մարդիկ են, ովքեր կարող են մեզ տեղեկություններ տրամադրել տեղի ունեցածի մասին, հավելել է նա։ Ըստ դատախազի դեռևս վաղ է կասկածյալների մասին լրացուցիչ մանրամասներ հաղորդելու համար։ 5 անձինք ձերբակալվել են Փարիզում եւ հարակից արվարձաններում։ Երկուսն էլ ձերբակալվել էին անցած շաբաթ օրը, մեկը Փարիզի արվարձանում, մյուսը Շարլ դը Գոլի անվան օդանավակայանում ինքնաթիռ նստելուց առաջ։ Հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են Նյու Յորքի փողոցները, հաղորդվում է 2 զոհի մասին։ Տեղումների մակարդակով ռեկորդ է սահմանվել, գերազանցելով 1917 թվականի ցուցանիշը։ Մեգապոլիսի որոշ շրջաններում էլեկտրաէներգիան անջատված է։ Նեպալում հսկայական ձնահյուսը գահավիժել ու ծածկել է զբոսաշրջիկների ճամբարը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ 71 կիլոգրամ քաշային Գոր Սահակյանը դարձել է բրոնզե մեդալագիր։ Պոկում վարժությունում Սահակյանը բարձրացրել է 145 կիլոգրամ։ It's a good lift for Sahakyan. The barbell moves up 1 kilo, please loaders, 183 kilos. This will be for the second attempt of Yagor. Այժմի համար առանձնացրել էինք այսքանը, հետևեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում և Facebook-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը կարող եք դիտել ժամը 15-ին։